Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանն։ Պարոն Խաչիկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Խաչիկյան, Նիկոլ Փաշինյանը կարծես թե չի հանդարտվում եւ շարունակում է եկեղեցու հոգեվոր հայրերի հետ կապված իր գրառումների շարքը եւ հիմա ուղիղ տեքստով հենց վեհապարին է անդրադառնում։ Երեք գրառում էր արել նրա զավակի իբրև զավակ ունի եւ պետք է դրան եկեղեցականները հստակ դիրքորոշում հայտնեն։ Այսօր էլ առավոտյան էլի գրառում է արել եւ այդ հարցի քննությունը պարզելը համարել է անհետաձգելիորեն պետք է պարզաբանվի, ասում է Փաշինյանը։ Ինչի հարցը պետք է պարզաբանվի։ Գարեգին երկրորդը խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզվի անհետաձգելիորեն, ասում է նա։ Գիտեք, նա պետք է հենց հիմա նշանակվի վենեսուելյան սոփ օպերայի ռեժիսոր, այնտեղ շատ սիրում եմ այդպիսի բաներ, ով ումի զավակ ա ունեցել թաքցրած, մեկ էլ հնդկական կինոյի ռեժիսոր։ Դա շատ նրանք սիրում են այդ սյուժետները, որ ասենք մարդ երեխա ա ունեցել, բայց երկու եղբայրներ են եղել, բաժանվել են, չեն իրար կորցրել են, հիվանդանոցում շփոթել են, հետո 30 տարի անցնում է, սկսում են բարելով, երգելով, պարզել, որ եղբայրներ են։ Այս մարդը իծն է հնդկական կինոյի ռեժիսորա կամ վենեսուելյան սոփ օպերայի, թող դրանով զբաղվի։ Հասկանում եք, իմ ընտանիքի անդամները իբրից փոքրիկ էին, բացատրում էին, որ գենետիկան շատ կարևոր բան է, ասում էին կոկորդիլոսը ծնվում, եղնիկա ծնվում, դա իրանց մեղքը չի։ Կոկորդիլոսը մենակ էս գիտի։ Այս մարդը գիտի սա։ Իրան պետքա տալ մի քանի կանալ, որ նա առավոտվանից իրի գուն զբաղվի բամբասանքներով, դերին մամուլի բաներով, զրույց ռիպորտներով, հոդվածներով։ Այո, հոդվածներով, բարձի ով հետ հարաբերություն ա ունեցել, չի ունեցել, իր ընկերուհին կամ կինը ոնց որ ուզում եք։ Նայելա, չէ՞ դες բաներով վերջերս զբաղվել, այն էլ հիմա տղամարդկանց միջև բարձելա ինչ կապեր ունեն եւ այլն։ Այս մարդիկ էս գիտեն։ Սրանք երկիր թող չղեկավարեն, թող գնան զբաղվեն բամբասանքներով, այս ցեխը հանեն տակից եւ զբաղվեն մարդկանց անձնական կյանքով։ Իսկ այդ ժամանակ Պակիստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություններ են անում Լաչինից։ Պակիստան, Ադրբեջան, Թուրքիա, կողքնել Իսրայել, հետևն էլ Միացյալ Նահանգները, Անգլիա։ Մեր շուրջը ձևավորում է այդ դաշինքը։ Իրանը եւ Ռուսաստանը այստեղ։ Մեր մտահոգությունը այս պահին եկեղեցականների կուսակրոնության ուխտը խախտելն է։ Ես բացարձակ մտահոգված չեմ դրանով։ Բացարձակ, կներեք, ես ընդհատեցի։ Թող եկեղեցականները իրենց հարցերը պարզեն, իրեն մեջ որոշեն, երեխա ունենան, չունեն, դա իրենց գործն է։ Թող զբաղվեն։ Ինձ հիմա հետաքրքրում է Ամերիկան ասում է կարող է հարձակում լինի Լաչինի վրա, Ռուսաստանը ասում է կարող է հարձակում լինի Լաչինի վրա, Թուրքիերը նեղում են Իրանին, տեսնելով որ Իրանը դժվար իրավիճակում է, ինչպես մենք ձեր մոտ շատ անգամ ասել ենք, հենց որ Իրանի վրա հարձակման սպառնալիք լինի, Իրանին սկսելու են ճնշել, որ զիջի Լաչինը։ Ձեր մոտ ասել ենք, դա 10 տեղ ասել ենք։ Եվ Իրանին էլ են նեղում, որ Սյունիքը հանձնվի։ Այսինքն էլի նա փորձում է ուշադրություն շեղել, որ Գորիսից Ղափանից Մեղրիից մարդիկ որ ստեղ կան պայուսակներով Երևան մարդիկ դրա մասին չխոսան, նրանք խոսան թե եկեղեցականները քանի երեխա են ունեցել։ Իդեպ շատ հետաքրքիր եւ լավ պատասխան է։ Այսինքն շեղելու միտում ունի սա։ Մեկ եւ երկրորդը հարձակվել միակ ուրիշ մնացող կազմակերպությանը, որ կարող է դիմադրել սրանց, որովհետեւ մեր ընդդիմությունը չկա ընդդիմություն, տեսնում եք։ Հաշիվներ են բարձում, ոչ մի բան չի լինի, եթե սրանցեն շարունակեն, նա էլի հաղթելու է հաջորդ տարի, ես այդտեղ չեմ ապրել, ես չեմ ուզում այդտեղ ապրել, եթե այդ մարդը էլի վեր ընտրվի։ Ոչ էլ կարծում եմ մարդկանց մեծ մասը, տեսնում եք տների գները ոնց է հանգնում։ Այսինքն համ ուշադրություն է շեղում, համ փորձում է հարձակվել եկեղեցու վրա, որովհետև վերջի դիմադրության բանն է, բաստիոնն է, մեր օջախն է, այո, եւ երրորդը հարցեր կան, որի մասին կարելի է խոսել։ Չնայած այդ խոսելը ինչ օգուտաբերում ես չգիտեմ, Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն արդեն ուղղակիորեն գնում են արճակատման եւ արդեն հարձակում է եղել միջուկային համակարգի էլեմենտներից մեկին։ Դա մի բան է, որը սառը պատերազմի ժամանակ, եթե լիներ, հիմա մենք բոլորս մտել ենք բունկեր։ Ես չեմ չափազանցնում։ Եթե այսպիսի բան լիներ 1962 թվականին Կարիբյան ճգնաժամի ժամանակ մենք հիմա բոլորս դպրոցներով, գործարաններով, գործարան չի մնացել Հայաստանում, ռեստորաններով բոլորս մտնելու ենք պատվալ։ Եթե այսպիսի բան լիներ։
Մենք չենք հասկանում ինչա կատարվում։ Այսինքն վտանգը գնահատելու խնդիր ունենք մենք այս պահին, չի գնահատում նախ եւ առաջ իշխանության կողմից եւ այսպիսի օրակարգեր են ստեղծվում, որ เป զի այդ ձեր ասած այդ վտանգները հասարակությունը չզգա։ Թմրացնում են մեզ։ Մեզ գիպնոզ են անում, մտածենք թե եկեղեցականները երեխա ունենան, թե չունենան, չնայած այնտեղ շատ հետաքրքիր պատասխաններ Սրբազանի կողմից, Աջափահյանի կողմից, եպիսկոպոս, որը ասել էր, իսկ գիտեք, ամերիկացիները շատ լավ ասացված կունեն, այն մարդիկ, ում տունը ապակուց է սարքած, պետք է քարեր չգցեն ուրիշների վրա, որովհետև ձեր տունն էլ է ապակուց սարքած։ Իմ կարծիքով բոլորս հասկանում ենք ինչի մասին եմ խոսում։ Ես ուղղակի զզվելով այսպիսի թեմաներից, ես երբեք չեմ մտնի ինչ որ մեկի կյանքը, այն էլ իր կյանքը, Աստված իր հետ։ Մենակ իրան տանեն, այս մարդը թող գնա, զբաղվի հնդկական կինոներով եւ վենեսուելյան սոփ օպերաներով, դա իր բանն է։ Ճակատագիրն է, իր բանին գրած է։ Նա դա գիտի։ Նա ավելի լավ է թող բացատրի այդ ոնց եղավ, որ 5 տարվա ընթացքում պարտվեցինք, Ղարաբաղը կորցրեցինք, Հայաստանի տարածքը կորցրեցինք, ամեն տեղ կանգնած են ադրբեջանցիները, հիմա Սյունիքի մասին է խոսքը գնում, որևէ դիմադրություն ոնց ենք մենք ցուցադրում։ Միջ կներեք Սյունիքին անդառնալը եւս մեկ այս թեմայի հետ կապված երեք եղավ պաշտոնական դիրքորոշում հայտարարությունը հայ առաքելական եկեղեցու որոշում է կայացվել այդ հայտարարության ընդհանուր եթե այսպես միտքը ասենք, որ այդ օրակարգի մեջ չներքաշվեն իրենք եւ իհարկե կործանարար են համարում այս ամեն ինչ տեղի ունենում, բայց ասում են մենք չենք ներքաշվի։ Դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այս տեմպերը եւ հայտարարություններ է անում, որոնք ենթադրում են, շատերն ասում են, որ ինքը գուցե գաղտնալսումներ է անում, գուցե ինչ որ տվյալներով շանտաժ է անում, այսինքն ինչու է պետության ղեկավարի մակարդակով նման բաներ ասվում առանց որևէ հիմքի, այսինքն երկու տարբեր բաներ են, հիմա առաքելական եկեղեցին ասում է ես օրակարգի մեջ չեմ խառնվի, բայց Փաշինյանը ուժեղացնում է այդ դոզան եւ ավելի սրում է իրավիճակը։ Փորձում է սադրել, փորձում է, գիտեք, իմ գոլեգան Ստենֆորդից շատ լավ գոլեգա ունի, ասում է, գիտես Արթուր, մարդուն gutter, ոնց է կանավայի մեջ բան, դե կեղտոտ ջրերի խողովակի մեջ հայերեն չգիտեմ gutter ոնց է, ասում է մարդուն, որ այնտեղ պահես, պետքա դու էլ այդ ցեխի մեջ մտնես իր հետ։ Դա ճիշտ ասացվածք է, այսինքն այդ ցեխի մեջ եկեղեցին չի ուզում մտնել եւ երևի ճիշտ է անում։ Իմ կարծիքով ինչ որ պետական օրգաններ պետքա լինեն։ Միացյալ Նահանգներում եթե նախագահը խելագարվում է, այնտեղ process կա, որ իրան բանը vice president-ն է դառնում նախագահ, տեղակալն է դառնում նախագահ, բայց այնտեղ տեղակալովը ավելի լավ է մենք չմտածենք, գուցե ավելի վատ կլինի։ Չնայած չգիտեմ ոնց կարող ավելի վատ լինի։ Այս մարդը ցույց է տալիս, նա կներեք կլաուզա գրող, դեղին մամուլի լրագրող է։ Նա չի փոխվում, այս մարդը չի փոխվում, ու դա բնական է, իրան չի կարելի մեղադրել, որ նա բնական է։ Բանական բաներ անում։ Իր համար դա է, իր բնույթը դա է։ Նա իր դեմքն է ցույց տալիս։ Այս մարդուն տվեք, քանի կանալ ունենք մենք։ Civilnet, Radio Liberty, AM-in1, այդ Factor TV, դա բոլոր իրանց բանն է, չէ՞, անընդհատ գրանտերով սնվում եւ սուտ պատմում, հեքիաթներ պատմում։ Թող գնա այնտեղ իր համար դե ուշ ժամերին, որ երեխաները չտեսնեն, ասենք ժամը 11-ին, 12-ին, թող սկսի բոլորի անձնական կյանքը քննարկել։ Մեկ էլ գնա իր սիրած պետության կողքը կա պուրակ, որտեղ իր բոլոր հարցերին կպատասխանեն։ Եթե նա ինչ-որ կարիքներ ցանկություններ ունի, այնտեղ ամեն ինչ էլ կարող օգնել իրան։ Թող գնա այնտեղ նկարահանի, բայց նա պետություն չպետք է ղեկավարի։ Այս մարդը պետություն ղեկավարող չի։ Անկամ մեր հարևանները, ում մասին մենք մեծ խոսում էինք, տեսեք բոլորը ինչ ղեկավարներ ունեն։ Ու տեսեք մեզ։ Դուք պատկերացրեք մի վայրկյան Վրաստանի վարչապետը կամ նախագահը, չգիտեմ ինչ, մոռացել եմ ինչ սիստեմ ունենանք։ Նրանց ղեկավարը վիրավորել բանի պատրիարխին, վրացական վրաց եկեղեցու պատրիարխին։ Դու գիտեք ինչ կլիներ։ Հիմա այդ մարդը չկար։ Մի քանի րոպեում կվերացնեն։ Այսինքն դուք հանրային արձագանքն եք թույլ համարում, թե նաև ակտիվ հատվածի քաղաքական ուժերի։ Ամեն ինչ։ Ինչ քաղաքական ուժեր։ Ուր է մեր քաղաքական ուժերը որտեղ են։ Որևէ մեկը չի վերկանում, ասում ինչ պետք է անեն պարոն Խաչիկյան։ Գիտեք, նայեք, թե ինչ կանեն Վրաստանում, ինչ կանեն Թուրքիայում, ինչ կանեն Ադրբեջանում, Իրանում, պատկերացրեք ինչ կանեն։ Որ այսպիսի վիրավորանք հասցվեր եկեղեցու ղեկավարին, ինչ կանեն, փողոցները լիքը կլինեն, այդ մարդուն կխնդրեին կամ կստիպեին, որ նա հրաժարական տար, ուրիշ մարդ կար։ Սենց ոնց կարելի է։ Մենք ապրում ենք հիմա փաստորեն failed state վիճակում, ձախողված պետություն, բացարձակ ձախողված պետություն, որովհետև անգամ այդ իմունային այդ սիստեմը, որ պետք է գործի, ինքնապաշտպանական համակարգը, որ պետք է գործի, չի գործում։
Մարդիկ ուղղակի այդքան զզվել են, մարդկանց էլ համ մեղադրում ես, համ չես մեղադրում։ Մեղադրում ես, որ իրենց հանգիստ գնում են գործի եւ աշխատանքի եւ իրգուները էլի այդ կաֆեներում նստած են։ Մյուս կողմից այդ մարդիկ ասում լավ, մենք ինչ անենք։ Մենք ամեն անգամ դուրս են գալի, ղեկավարություն չկա, վերնախավ չկա, ընդդիմություն չի, չգիտես ինչով են զբաղված։ Ինչ ում մեղադրես։ Սա բան է, ուղղակի կոլապս է։ Մեր ամբողջ հասարակությունը ոնց որ թմրամիջոցների ազդեցության տակ լինի եւ իդեպ իսկապես իրականության մեջ այդպես էլ մի մասը կա։ Տեսեք, որ ջահելությանը լրիվ նեյտրալիզացրել են, չեզոքացրել են, որովհետեւ ջահելությունը մի մասը, մեծ մասը 300%-ով աճել է թմրամիջոցների օգտագործումը Հայաստանում։ Այդ ուրբաթ շաբաթ կիրակի ծխում եւ ուրիշ բաներ անում, սրսկում եսի ինչ, հետո ադխանյակի մեջ են շաբաթվա ընթացքում։ Դրա համար ջահելությունը այդքան չդուրս չի գալիս էլ։ Այսինքն մենք ընտելացել ենք ամեն ինչին, դիմադրության օջախներ չկան, դրա համար Փաշինյանը նոր բարձունքներ է գրավում իր հանրային խոսքի եւ ընդհանրապես գործողությունների հետ կապված։ Դե գիտեք, այո, որովհետեւ նա տեսնում է, որ դիմադրությունը թուլանում է։ Այդպիսի մեթոդ կա, մարդուն, եթե ուզում եք սպանել, կամ կարող եք միանգամից սպանել, կամ դանդաղ թունավորել։ Դանդաղ քանդում եք իր բանը դիմադրության համակարգը դանդաղ քանդում եք։ Նա դանդաղ քանդեց այս հասարակության դիմադրելու ունակությունը։ Մի վայրկյան պատկերացրեք, մի րոպե մեզ հետ բերեք 2018 թիվ։ Մի մարդ դուսագալի բեմ, սիրելի ժողովուրդ, մենք պետք է հանձնենք Արցախը, մենք պետք է մոռանանք Արարատը, պետք է չխոսենք ցեղասպանության մասին, պետք է հրաժարվենք մեր պատմությունից, մեր եկեղեցին պետք է ենթարկվի մեր պետությանը, մենք պետք է զբաղվենք մեր կաթողիկոսի անձնական կյանքով, քանի երեխա ունի, քանի երեխա չունի, այդ մարդուն մի րոպեում, ասենց կվեցնեին այդ բեմից, կտանեին եւ Աստված չտա ֆիզիկական համոզման եւ ֆիզիկական բնականաբար եթե այդ կոչերով ինքը 18-ին գար, ոչ մեկ չէին ընտրի նրան։ Հա, չմոռանանք, որ գները 3 անգամ կբարձրանա, հարկերը 3 անգամ կբարձրանա, մեր կոֆեն եւ կրուասոնը, սուրճ եւ կրուասոնը Փարիզի գնից բարձր է, դուք հասկանում եք, Փարիզի գնից բարձր է, Փարիզում կրուասոնը 1 եվրո է, 1.5 եվրո է, նորմալ կաֆեներում, ստեղ արդեն 3, 4 մենք Նյու Յորքի գներից կամաց անցնում ենք, Նյու Յորքի, Լոս Անջելեսի էլ չասեմ, Մոսկվան անցել ենք, հասկանում եք, ով է այս գները մտածել, էս է ձեր տնտեսական զարգացումը, որ դուք խոսք եք տվել, ցանկացած հարցով նա մեզ խաբեց, եւ տեսեք ինչով է զբաղվում պետության ղեկավարը, մենք փաստորեն պետություն չունենք, գտնվում ենք մեծ վտանգի առջև, բոլորը դրա մասին խոսում են, մենք զբաղված ենք մարդկանց անձնական կյանքով։ Հիմա հասկանանք, թե մեզ ինչ է սպառնում մեր սահմաններին, եթե նաև մենք ներսում ունենք այսպիսի թույլ ոչ դիմադրողականություն ունեցող հասարակություն, որը մերվել է ու մարսում է ամեն ինչ։ Մեր սահմաններին Ադրբեջանը կրակում է, բայց Պաշտպանության նախարարությունն ասում է դա երբեմն թիրախավորված է իհարկե լինում, բայց ասում է դա լուրջ վտանգ չի, իշխանությունից վստահեցնում են, որ պատերազմ Նիկոլ Փաշինյանը վերջերս պատերազմ չի լինելու։ Հիմա լինելու է պատերազմ։ Ինչ են մեր հարևանները մտածում մեր հետ կապված, այսինքն Ադրբեջանը, Թուրքիան ինչ են նախատեսում Հայաստանի համար այս փուլում, ինչու է Ադրբեջանը թեկուզ երբեմն անկանոն կրակում սահմանին, ընդ որում Սյունիքին։ Այս մարդը գիտենք ով է, որտեղից է, ինչով է զբաղվում, ինչ բառեր է օգտագործում։ Մարկ Ռուբիոն մենք հավատում ենք։ Մարկ Ռուբիոն երևի իրանից ավելի կոմպետենտ է, մի միլիոն անգամ։ Նա ասում է, որ այդպիսի վտանգ կա։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարը ևս։ Այո, Պաշտպանության նախարարը լուրջ մարդ է, նա ասում է, որ այդպիսի վտանգ կա։ Թուրքիան, Ադրբեջանը անընդհատ ասում են, որ այդ կորիդորը բացվելու է, մեկը բացվելու է։ Տարբեր մարդիկ, ում հետ ես խոսում եմ Թուրքիայում չէ, Թուրքիայից եկած մարդիկ, Ռուսաստանից եկած մարդիկ ասում են, որ այս հարցը վաղ թե ուշ լուծվելու է։ Մենք ավելի դժվար իրավիճակում ենք, քան 1915-1920 թվերը, որտեղ այն ժամանակ մի կողմից էր վտանգը, հիմա երկու կողմից է։ Կառուցվում է մեծ թուրան դեպի արևելք գնացող։ Միջին Ասիա, իրանց հետևը կանգնած է Չինաստան, տեսեք, Չինաստանի հետ էլ պայմանավորվեց Ալիևը, նա շատ խելացի մարդ է։ Գնաց Չինաստանի հետ էլ պայմանավորվեց, որ այն կողմից էլ ճնշում լինի, Կենտրոնական Ասիայի կողմից ճնշում լինի, Թուրքիայի կողմից ճնշում լինի, Արևմուտքի հետ էլ կպայմանավորվի, այնտեղ ունի լոբի, ուժեղագույն Իսրայելի լոբին, որը առանց որևէ հետևանքների մի ամբողջ ժողովուրդ է ոչնչացնում դրա աչքերի առաջ Ամերիկայի ձեռքերով։ Պրոբլեմ չունի, նա այնտեղից էլ ունի օգուտ եւ իրենց սատարում աջակցություն այո։ Այնտեղ մենք ոչ դեսպան ունեցանք Միացյալ Նահանգներում, որ ինչ որ բան կարողացավ անի։ Մոսկվայում ինչով ենք մենք զբաղված, ես չգիտեմ, սա ինչ հարաբերություններ են, այսպես նախկին դաշնակցի հետ։ Չինաստանում Ադրբեջանը առաջ անցավ մեզանից։ Իրանի հետ ինչ որ հանդիպումներ անում ենք, բայց հետո էլի
ընկնում ենք այդ եվրո եկյատների, եվրոբեսեդկայի ձեռքը Իրանը ոնց մեզ վստահի։ Մենք չունենք արտաքին քաղաքականություն, մենք չունենք պետություն։ Բոլոր առավելությունները, բոլոր քարտերը մեր թշնամիների ձեռքն են։ Մեզ այսպես էլի ոչնչացնելու են։ Բայց 1920 թվականից ավելի վատ կարող է լինել, որովհետև 20 թվականին մեզ կիսեցին, գոնե բոլշևիկները մի մասը վերցրեցին, որովհետև մենք ունենք կոմունիստ հայեր այն ժամանակ։ Հիմա նրանք չկան։ 11-րդ բանակը չկա։ Այսինքն հիմա կարծում եք հենց խնդիրը միջանցք ստանալն է, այս փուլում միջանցքն է։ Այո, բայց մենք դրա մասին խոսել ենք երկար ժամանակ, որ սկզբից կհարձակվեն Ղարաբաղի վրա, դրանից գիտեք նենց կրակոցները միջանցքի համար են։ Կրակոցները, այո, նրանք հոգեբանական ճնշում են գործածում, որ մարդիկ հասկանան, ստեղից կամաց գնան, խոճապի դուրս գան ծյունից։ Այո, եւ ինձ ասում են, որ մարդիկ մեծ թվերով արդեն խոճապի մեջ են։ Ես այստեղ, որ խոսում եմ երևանցիների հետ անգամ, ասում են, ինձ շատերը ասում են, գիտեք, երբեք չէինք ուզում Հայաստանից գնալ, բայց հիմա արդեն գրին կարտ ենք խաղում, որովհետեւ տեսնում ենք, որ այս մարդկանց մոտ հույս այլևս չկա։ Հասկանում եք, որ այսպիսի ղեկավար։ Երբ որ մենք 18 թվականին մի քանի օրով հավատացինք այս մարդուն, մենք բոլորս գիտենք, որ սա այս անգամ էլ եթե ժողովուրդը խափվի, այլ դրանից հետո էլ ոչ մեկին չի հավատա։ Ու այդպես էլ եղավ։ Մեզ էլի խափեցին։ Պարոն Խաչիկյան, տեսեք, վերջին շրջանում Հայաստանում Ռուսաստանի արտգործնախարարն էր, հետո Իրանի պաշտպանության նախարարը, Ֆրանսիայից էին եկել արտգործնախարար։ Այսինքն այս պաշտոնյաների այցը ձեր նշած այդ վտանգների ֆոնին ինչի մասին է վկայում, այսինքն իրենք այստեղ են ինչ խնդրով, ինչ են փորձում հասկանալ Հայաստանի հետ կապված, որովհետև եւ Արևմուտքն է, եւ Իրանն է մեր հարևան, եւ նաեւ Ֆրանսիան, որի աջակցությունը Հայաստանի իշխանությունները միշտ վկայակոչում են։ Ֆրանսիան գտնվում է 4000 կիլոմետր հեռավորության վրա։ Ֆրանսիան ունի պաշտպանության համագործակցական ռազմական պայմանագիր ունի Հունաստանի հետ, որով շատ ավելի կոնկրետ պարտավորություններ է վերցրել։ Եվ Հունաստանում տեղադրել է իր զինատեսակները, ինքնաթիռներ է տրամադրել, չնայած այդ ինքնաթիռները Ռաֆելները շատ հեշտ խոցվեցին Պակիստանի կողմից։ Այսինքն այնտեղ լուրջ բաներ կա։ Այստեղ մեզ ինչ են առաջարկում։ Գորիսում հյուպատոսություն։ Հյուպատոսությունը շատ լավ բան է, իսկ հյուպատոսությունը ինչով է պաշտպանելու մեզ բլոկնոտներով, գրիչներով, եթե ինչ որ հարձակում սկսվի, իսկ ինչ որ ռազմական։ Գիտեք, սա դժվար չի։ Այդ սենյոր Մակրոնը, միսյո Մակրոնը, փոխանակ ամբողջ աշխարհով վազվզի։ Մի անգամ կարող է Երևանել գա 4 ժամը Air France-ով, Իրան երևի ավելի արագ կլինի։ Գա եւ ասի, որ մենք երաշխավորում ենք Հայաստանի տարածքը եւ եթե լինի հարձակում Հայաստանի տարածքի վրա, լինելու են պատժամիջոցներ։ Ինչպես Ռուսաստանի դեմ են անում։ Իրենք գիտեք 5, 6, 10 ստանդարտներ ունեն, որը ուզում են էլ օգտագործում են։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կան, Սիրիայում մի ամբողջ երկիր են գրավում, ոչ մի պատժամիջոց չկա։ Թուրքիայի, հետո տերորիստներ, ես ուղղակի իրանց շատ եմ սիրում, երեկել պայմանավորության եկան Ամերիկայի հետ, որ նախկին ջիհադիստները տերորիստները պաշտոնապես դառնում են զինված ուժերի մաս Սիրիայի։ Ուղղակի շատ լավն են։ Ուղղակի շատ։ Այդ երկակի ստանդարտների հրաշալի օրինակ։ Ուղղակի հիանալի։ Հիմա նույն բանը պահանջվում է ասել Հայաստանի մասին, որ Եվրոպան, Ֆրանսիան, դե Գերմանիան տեսեք, կարողանան համոզել, թե ոչ, այնտեղ շատ ուժեղ թուրքական ազդեցություն կա։ Պատժամիջոցներ կկիրառեն, եթե հարձակում լինի Հայաստանի վրա, այդպիսի բան, այդպիսի պայմանագիր կա, բազա բերելու են, թե էլի ինստրուկտորներ են բերելու հեռադիտակներով, ստեղ գան, մեզ սովորացնեն, բան, կոմպյուտերները ոնց են օգտագործում, կամ iPhone-ները։ Բայց այնպես չէ, որ Ֆրանսիան Ադրբեջանի հետ լարված հարաբերություններ ունի։ Ալբանիայում մենք տեսանք շատ ջերմ շփում Ալիևի եւ Մակրոնի միջեւ։ Այո, այն մարդը, որը գրառումներ էր անում հայերենով Twitter-ի վրա, պարզվեց իրան ոչ Ղարաբաղ է պետք, ոչ էլ պարզվում է Հայաստան է պետք։ Իրանցից պահանջում են շատ կոնկրետ բան, ասել մենք ձեզանից նավթ չենք առնի, եթե դուք հարձակվեք Հայաստանի վրա։ Դες բան չեն ասում։ Միացյալ Նահանգները այն օրը, երբ նրանք կկնքեն պայմանագիր, որ ապահովում են Հայաստանի անվտանգությունը, այստեղ բազա են հիմնում եւ գարանտ են հանդես գալիս մեր անվտանգությանը եւ ռեալ այստեղ ինչ որ ձևով դրա համար պետք է վրացիների հետ այդ պայմանագիր կնքվի, որ նրանք չեն փակի իրենց տարածքը, եթե պատերազմ սկսվի, որ իրենց տարածքով կարողանան հասնել մեզ, որտեղ ուրիշ երկրներով անհնար է։ Այն օրը, երբ որ դա կնքվի, ես կասեմ, դե ինչ որ մի քայլ, դուք ինչ որ մի քայլ կատարեցիք, հետո դրանից հետո հարց է առաջանում, դուք ձեր կատարեք ձեր պարտավորությունները, թե չէ, դա էլ է հարց, որովհետև շատ անգամ երկրները չեն կատարում իրենց պարտավորությունները, տենց էլ է լինում։ Բայց գոնե մի բան ստորագրեք։ Հիմա ինչ որ կոնտրակտ են ստորագրել, այնտեղ ինչ է, էլի գալու են ստեղ մեզ սովորացնելու են բան խաղապահ միսիաների, չէ՞ մոնիտորինգներ, այդ գեղեցիկ բառերը, այդ տրենդային բառերը, ինչ են ոնց անեմ capacity, բան այդ ինչ կասեն,
monitoring, capacity, democracy, բան այդ բառերը էլի կգցեն իրար վրա, այն կրեմի պես բանի պահպաղակի վրա որ կրեմ են անում այդտենց։ Այդ կրեմի տակը ի՞նչ է։ Ինչ, օրինակ նոր կոնտրակտ են ստորագրել, ինչ, որ ինչ։ Բայց այստեղ իրենց խնդիրն է, թե մեր խնդիրն է նաև առաջին հերթին, որ մենք ենք հավատում այդ ամեն ինչին։ Մեր խնդիրն է, որ մենք ունենք հարյուրավոր լրագրողներ, որոնք համաձայն են ծախել իրենց հայրենիքը, ծախել իրենց ժողովրդի անվտանգությունը, խաբել իրենց ժողովուրդը, տասնյակ միլիոնավոր եվրոներ եւ դոլարներ ստանալու համար։ Թվերը ես հրատարակել եմ, իրենք իրենց գրպանները ստուգել են, ասել են չունենք։ Այսինքն մարդը ինքը փող է վերցնում, հետո ինքը իրանց ստուգում է։ Սա հիանալի մեթոդ է։ Ես առաջարկում եմ Երևանում, հիմա որ հետաքննություններ լինեն, մեր ոստիկանությունը որ գող բռնի, այդ գողին խնդրեն, որ ինքը fact checking անի, ինքը իր գրպանները ստուգի։ Եվ եթե փող չկա, ուրեմն իրան պետք է հավատալ, որ նա ոչինչ չի վերցրել։ Բան էլի հոգեկան հիվանդանոց։ Հիմա ինչի մասին ենք խոսում։ Հա, ով է մեղավոր։ 380 ժուրնալիստ տրեյնինգներ են անցնում Հայաստանում, որտեղ իրենց սովորացնում են ինչպես պետք է ժողովրդին պատմել, որ արևմուտքը հիանալի է, Ռուսաստանը վատն է, Թուրքիան լավն է, չնայած ձեր երեխաների վիզա է կտրում, բայց նա լավն է, Ռուսաստանը վատն է, Թուրքիան ձեր ապագան է, Եվրոպան ձեր ապագան է, որ ասում ես ո՞նց է դա լինելու, պատասխան չկա, բայց ամեն օր գնում է հակառուսական քարոզչություն։ Իրանց բանը ինչն է, իրանց նպատակը հայերին խաբել օգտագործելով մեր միամիտ լինելը, մեղմ ասենք, շատ միամիտ։ Չէ, այստեղ արդարացում կա, ասում են դե Ռուսաստանն էլ նույն ձևավարվում Հայաստանն էլ լինելով դաշնակից, ինքը իր դաշնակցության պարտավորությունը ճիշտ չի կատարում։ Այսինքն երբ որ հասարակությանը բացատրում են, ծայլ օրինակ են բերում, այդտեղ արդեն համոզիչ է դառնում իրենց փաստարկները։ Դա բացարձակ համոզիչ չի, որովհետև մենք դաշնակցի պես չենք վերաբերվում Ռուսաստանին։ Մինչև ձեր իշխանության գալը Ռուսաստանը մեծ չափով կատարում էր իր պարտավորությունները։ Դուք եկաք իշխանության, միանգամից հայտարարեցիք, որ ձեր ընկերները արևմուտքն է, այսինքն Ռուսաստանի թշնամիները։ Դուք ամեն ձևով փչացրեցիք մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ, հետո ուզում եք, որ Ռուսաստանը ձեզ օգնի։ Մի պետություն, որը թշնամացու, դուք թշնամանում եք Ռուսաստանի հետ, դու զարմանում եք, որ Ռուսաստանը ձեզ չի օգնում։ Այդ առաջինը, երկրորդը Ռուսաստանը այնպիսի վիճակում է, որ կախված է Թուրքիա-Ադրբեջանի հետ, նրանք մերձենում են Թուրքիայի հետ։ Այո, դա իրականություն է։ Իսկ արևմուտքը Ռուսաստանից ավելի պրոհայկական է, ոչ։ Ռուսաստանը գոնե ինչ որ ձևով նեյտրալ էր, ինչ որ ձևով ուզում էր համ մեզ, համ ձեզ։ Արևմուտքը ում կողմից է։ Թուրքիան արևմուտքի դաշնակիցն է։ Տեսեք, դուք խոսում եք հակառուսական արշավի մասին, վերջերս Արադ Միրզոյանը ասաց, որ վերաֆորմատավորում չի լինելու այդ հարաբերություններում, այսինքն այնպես ինչպես դաշնակցային էր, այդպես էլ մնում է։ Ես ասում եմ, կան ծայրահեղ, դե ծայրահեղ չէ, որոշ շեղումներ հոգեբանական, որ ես սկսում եմ ուսումնասիրել, որ ես չխելագարվեմ։ Մարդ, որ մի բան ասում է, հետո վաղ իր խոսքը փոխում է։ Հետո ուրիշ բան ասում, հետո երրորդ, հետո չորրորդ, հետո հինգերորդ, անընդհատ փոխում է իր ասածները, ոնց որ նա մի քանի ինքնություն ունի։ Կամ բիպոլարը, ձեր մոտ ենք ասում, չէ, գնում է բանը մանիա դեպրեսիա, դա բիպոլար վիճակն է։ Ես արդեն իսկապես կամաց սկսում եմ սովորել, գիտեք, մեկ էլ բանը կա։ Մասնագիտություններ եք ձեռք բերել։ Ստիպված են, մեկ էլ բանը կա multiple personality, երբ որ մարդը ունի մի քանի ինքնություն, այսինքն ինքդ քո հետ սկսում ես խոսել, քո մեջ 2-3 մարդ իրար հետ սկսում են բանավեճել, երևի ներքին ազգային ժողով եք ստեղծում, չգիտեմ։ Դες մարդիկ էլ կան։ Հիմա ես չգիտեմ սա որն է։ Եթե դուք ուզում եք համ մեզ, համ ձեզ, նայեք Ալիևը ոնց է դա անում։ Շատ խելացի ձևով։ Չինաստանի հետ է հանդիպում, Իրանի հետ է հանդիպում, Ռուսաստանի հետ է հանդիպում, Արևմուտքի հետ է հանդիպում ու բոլորի հետ լավ, լուրջ, ծանր հարաբերություններ ունի։ Մենք հիստերիկի պես վազում ենք Արևմուտք, ոչ մի բան չենք ստանում, հիստերիկի պես վազում ենք Մոսկվա, իր դեմքի արտահայտությունը Մոսկվայում նստած։ Մի հատ նայեք իր դեմքին, հետո դուք հարցնում եք Ռուսաստանը ձեզ ինչու չի օգնում։ Դուք իր դեմքը տեսել եք Կարմիր հրապարակի, Ռուսաստանի համար սուրբ օր է։ 27 միլիոն մարդ համացել, որի մի մասը մենք ենք, 300,000 սովետական հայ, սովետահայ։ Դուք այնտեղ նստած եք այնպիսի դեմքի արտահայտությունը, ոնց որ ձեզ ժամով փող են տալիս, որ դուք այնտեղ նստեք։ Հետո գնում եք Էրդողանի, Ալիևի հետ հանդիպում եք, ոնց որ այդ հնդկական կինոյի բաժանված եղբայրները, որ 40 տարի հետո գտակ ձեր եղբորը, ձեզանից տարել են հիվանդանոցում։ Տեսեք տարբերությունը ու նույն օրը հայտարարում եք ամբողջ աշխարհով, որ եթե Ստալինգրադը ընկներ, կլիներ հիտլերյան Հայաստան։ Այսինքն մեր հեքիաթային Հայաստանները քիչ էին, հիմա Վիլսոնյան Հայաստանի կողքը մենք ունենք հիտլերյան Հայաստան։ Եթե դուք նայեք փաստաթղթերին, ես կախել եմ Facebook-ում Հիտլերի ձեռքով գրած փաստաթղթեր կան, որտեղ ասում է Թուրքիայի տարածքով գնում ենք դեպի Իրաք, ոչ մի բան Հայաստանի մասին չկա, ոչ Հայաստանի, ոչ հայկական տարածքի, ոչ հայերի, ոչ մի բան։
Էլի եք խափում, էնել այսպիսի օր։ Մի կողմից, գիտեք, մեկ էլ գուցե սա կարելի է համեմատել այն զույգերի, որ մարդիկ անընդհատ կռվում են իրար հետ, բայց չեն բաժանում։ Ես չգիտեմ դրա իմաստը ինչ է, կամ բարիշեք, հանգիստ ապրեք, կամ եթե այդքան իրար չեք կարողանում տանել, բաժանվեք, էլի հանգիստ ընկերություն արեք ցիվիլ ձևով, ինչպես չնայած արևմուտքում արդեն այդ Մակրոնի էպիզոդից հետո արդեն արևմուտքել չեմ կարող որպես օրինակ օգտագործեմ։ Երևի ես սխալ ժամանակ եմ ծնվել, բայց կամ էս, կամ են։ Սրա իմաստը ինչ է անընդհատ այս ցիկլերով գնալ։ Եվ այդ բարերը, որ ասում է ռեֆորմատավորում, չգիտեմ, մեկ սարեցնում եք հապկում ձեր բանը, մասնակցությունը, մեկ ասում եք դուրս չեն գա, մեկ ասում եք բանից Եվրազես, հա, Եվրազեսից չեք դուրս ԵԱՏՄ-ից դուրս եք գալու, հետո ասում եք չենք դուրս գալու։ Մի հատ մի վարքյան մտածեք, ինչ է, մեր վրա երևի ծիծաղում են։ Մենք հիմա արդեն այս գները չենք կարող տալ։ Այդ խեղճ մարդիկ, ովքեր ստանում են այդ թոշակները 40,000 թոշակով, ես չգիտեմ դուք ոնց եք ձգում մի ամիս։ Դա մենակ ձեր կոմունալները փակել է ձմեռը, այդ միակ գազի բանն է, հաշիվն է։ Այդ ոնց եք դուք ապրում։ Մենք ոնց ենք ապրելու։ Եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս են գալի, մեր գները 3 անգամ բարձրանում են։ Գազի գինը 3 անգամ բարձրանալու է, մենք շուկան կորցնում ենք Ռուսաստանում։ Դա ոնց է արվելու։ Ես չգիտեմ որտեղից սկսեմ, էլի, սա այնքան աբսուրդային եւ տնտեսական քաղաքականություն, եւ արտաքին քաղաքականություն, եւ ներքին քաղաքականություն, եւ սեռական քաղաքականություն բարձվեց, մենք հիմա դրանով ենք զբաղված։ Դա էլ է սխալ։ Ես չգիտեմ որ կողմից սկսենք։ Ռուսաստանի հետ կապված, տեսեք, երբ որ արտգործնախարարը գալիս են դեպքում, որ իրենց երկում բավականին բարդ իրավիճակ եւ իրենց մոտ բանակցություններ են ռուս-ուկրաինական այդ պատերազմի ֆոնին, նշանակում է Հայաստանի հետ կապված որոշակի լուրջ խնդիրների կամ երկընտրանքներ հստակեցնելու խնդիր կա։ Այսինքն Լավրովի այցը ձեր կարծիքով ինչ մեսիջ էր Հայաստանի համար, այսինքն ինչ են Ռուսաստանում փորձում հասկանալ Հայաստանի հետ կապված, որ բոլոր կամուրջները այրվում են, թե դեռ շարունակվում են։ Ինչ էր դա։ Ես մենակ կարող եմ ենթադրել, որովհետև չնայած այդ լուրերի, որ տարածում է, որ ես KGB ագենտ եմ, ցավոք սրտի ես այնտեղից նորություններ վերջերս չունեմ, ռադիոն փչացել է, չեն ուղարկում այդ նորությունները։ Իմ կարծիքով ուղղակի լուրջ խոսակցություն գնաց հետևանքների մասին, եթե այսպես շարունակվի ինչ է լինելու, եւ երևի հասկացրեցին, որ գիտեք, եթե մեր ժողովուրդը Ղարաբաղը կմոռանա, բայց եթե 3 անգամ շատ գները բարձրանան, 3 անգամ բարձրանա, դա չի մոռանա։ Եվ իշխանության դուք չեք մնա։ Գուցե, չգիտեմ, ինչ որ բան ասվել է, որից հետո տեսակ փոխվեց իրենց դիրքորոշումը։ Եվ Ռուսաստանը հասկանում է, որ իրեն երկրորդ ճակատ այստեղ անհնար է բացել։ Ռուսաստանը ուզում է, որ այստեղ ստաբիլ մնա ամեն ինչ, Թուրքիայի հետ իր խաղն է խաղում, ասում են բան սիտուացիոն իրավիճակային դաշնակից, այսինքն համ դաշնակից, համ ոչ դաշնակից, Թուրքիայի հետ, Իրանի հետ լավ հարաբերություններ, երեք պետությունով վերահսկում են այս տարածաշրջանը, որ այստեղ արևմուտքը չմտնի եւ չսադրի մի պատերազմ, օրինակ սադրի Հայաստանի հետ ինչ որ բախում, որից հետո մենք էլի գնանք Ռուսաստան, բա որտեղ եկեք, մեզ համար կռվեք, իսկ Ռուսաստանը չի կարող Կովկասում հիմա կռվել։ Այսինքն այս փուլում ինչ որ ձև զսպում են իրենք պատերազմի հավանականությունը։ Կարծում եմ, այո, իրենց պետք է հիմա զսպել, այստեղ ապահովել կայունությունը, որ պատերազմ չլինի, որ Ռուսաստանին չփորձեն ներքաշել, որովհետև այս խումբը դա արեց, երբ որ Ղարաբաղը Պրագայում հանձնեցին եւ դուրս եկան կոնֆլիկտից, ասին սա մեր գործը չի։ Սա փաստորեն պաս էր Ռուսաստանի, որ Ռուսաստանը հիմա գնացեք կռվեք Ադրբեջանի հետ։ Դա արված էր արևմուտքի հրահանգով, ես համոզված եմ։ Դա արևմուտքի հրահանգն էր Ռուսաստանին սադրել։ Հիմա առաջին ճակատի մասին, ամենաթեժ ճակատի մասին մի փոքր էլ խոսենք, ամփոփենք։ Չի ստացվում, կարծեք թե Ստամբուլյան բանակցությունները որևէ կերպ, բացի հումանիտար հարցերը կարգավորելուց, գերիների փոխանակում, դիերի փոխանակում, ինչը չի մոտեցնում կողմերին, որն է խնդիրը, որ համաձայնություն չի կայացվում ամեն դեպքում որևէ էտապում։ Նախ մի քանի կետ։ Մենք քայլ առ քայլ գնում ենք ել ավելի վտանգավոր իրավիճակի։ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ընդգրկում է պատերազմի մեջ։ ՆԱՏՕ-ն հիմա ինտեգրել է իր բոլոր ստրուկտուրաները, այդ ՀՕՊ-ի, օդային ուժերի, հետախուզական համակարգը, կառավարման համակարգը ինտեգրվել է ՆԱՏՕ-ի կառավարման համակարգի հետ։ Դա նշանակում է ՆԱՏՕ-ն է հիմա ղեկավարում այս պատերազմը, սա ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է։ Երկրորդը մենք ականատես եղանք հարձակման, միջուկային պետության, միջուկային տրիադայի, ցամաքային, ծովային եւ օդային ուժերի
Տրիադայի 1-ի վրա։ Այսպիսի բան ես ասեցի, եթե լիներ 60-ական, 70-ական, 80-ական թվականներին, մենք հիմա պատվալում նստած էինք ջրով։ Սա ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է, Ռուսաստանին դրդում են դեպի պատասխան։ Հիմա բոլորս սպասում ենք ինչ պատասխան է լինելու։ Պլյուս ուկրաինացիները գրում են, որ բրիտանական հետախուզությունը օգնել է այս դիվերսիան կազմակերպելու գործում, եւ Հեքսետը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը դա հետևում էր իրավիճակին, իրեն զեկուցում էին։ Դե զեկուցում են մի բան է, բայց կազմակերպելը մի ուրիշ բան է, ըստ որոշ աղբյուրների սա անհնար էր անել առանց Միացյալ Նահանգների, բայց հնարավոր է որ Բրիտանիայի միջոցով կազմակերպել է։ Սա այսինքն Բրիտանիան հարձակվել է Ռուսաստանի վրա։ Սա է տեղի ունեցել։ Բոլորը սպասում են պատասխան հարվածի։ Լինձի Գրամը, այդ ֆանատիկ ծերուկը, երեք ասել է, որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ հիմա պատերազմը գնում է Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն այս աշխարհում մեզ ոչ ոք չի հիշի, եթե այնտեղ սկսվի հարվածների փոխանակում, այսինքն հաջորդը ինչ կարող է լինել։ Ուկրաինացիների ձեռքերով նրանք հարձակվեցին օդային ուժերի վրա։ Հաջորդը ինչ Սուզանավերի վրա են հարձակվելու Ռուսաստանի կամ Սուզանավերի բազայի վրա կամ հարձակվելու են ինտերկոնտինենտալ հրթիռների վրա։ Դա նշանակում է դուք արդեն միջուկային հարձակում եք սկսում, հասկանում եք։ Սա սարսափելի վտանգավոր բան է։ Եթե այդպիսի բան լինի, ես ասել եմ, մենք այլևս չենք կարողանալու մեր կրծքին սեղմել մեր մտերիմներին, քանի որ նրանք այլևս գոյություն չեն ունենա։ Դա շատ դժվար իրավիճակ կլինի։ Սա շատ վտանգավոր է։ Հիմա գնում են բանակցություններ Իրանի հետ։ Հիմա խոսակցություն է գնում, որ ինչ որ կարող են մոտենալ ինչ որ համաձայնության։ Իսրայելը ուզում է պարտադրել, որ Իրանը չկարողանա որևէ ձևով հարստացնել ուրանը։ Իրանը ասում է դա մեր սուվերեն իրավունքն է, ինչ որ կոմպրոմիս կարող են գտնել, որովհետև հարձակում Իրանի վրա նշանակում է միանգամից սկսվում է միջազգային տնտեսական ճգնաժամ, որովհետև Իրանը հակարված է ասում հասցնելու ենք բոլոր նավթային օբյեկտներին, նավթի գինը մի քանի անգամ բարձրանալու է, միջազգային տնտեսությունը կանգնելու է դրանից հետո եւ սկսելու են հարձակումների փոխանակումներ, հարվածների փոխանակում է սկսելու Իսրայելի, Միացյալ Նահանգների բազաների եւ Իրանի միջեւ։ Սա մեր կողքն է լինելու։ Մի կողմից դա շատ վատ նորություն է, որ այսքան անկայուն է աշխարհը, մյուս կողմից այն մարդկանց համար, ովքեր սիրում են միջազգային հարաբերություններ պատմությունը, դա շատ հետաքրքիր ժամանակ է մեզ համար, էլի, ասես նայել այն ամեն բաները, որոնք մենք կարդում էինք գրքերում, հիմա այդ պատմությունը հետ եկավ մեր տուն։ Մենք մեր աչքերի առաջ տեսնում ենք մի բան, որը հետո ուսումնասիրելու են մարդիկ։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Եվ այդ քիչ էր Սիրիայի զավթումը քիչ էր, Թուրքիան Սիրիայում ռազմաբազաներ է հիմնելու հիմա տեղակայելու ոչ ոք նկատողություն չի անում, ինչ անկախ պետություն, բան դա կապ չունի, ցեղասպանությունը շարունակվում է, պաղեստինցիներին հավաքում են, սոված երեխաներին, մայրերին հավաքում են հաց բաժանելու համար եւ սկսում են սպանել, կրակ են բացում երեխաների մայրերի վրա, գնացեք կադրերը նայեք։ Դա արվում է ձեր շատ սիրելի քաղաքակիրթ արևմուտքի օգնությամբ, Միացյալ Նահանգների օգնությամբ, որը զավթվել է Իսրայելի սիոնիստական լոբիի կողմից։ Դա էլ էր քիչ, հիմա Չինաստանը ռազմական վարժություններ է սկսել Թայվանի շուրջ եւ Միացյալ Նահանգների հետախուզությունը ասում է, որ սպասվում են ռազմական գործողություններ։ Ինչ որ էլի հետաքրքիր բաներ ասեմ ձեզ։ Աշխարհը շատ խառն է, բայց մենք զբաղված ենք մեր ներքին։ Մենք զբաղված ենք ամենաներքին հարցերով, ամենաներքին։ Սպիտակ եղենը բացելու։ Սպիտակ եղենը բացելու։ Քրքրելու ես։ Այո։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։